Բարև ձեզ, ժողովուրդ ջան, ուրեմն ոնց անում ենք, ոնց ման ենք գալի, էլի ես 3 բոզի տղեն գալիս են ընկնում են էլի ոտներիս տակը, Վահեն, Վահանը ու Արտակը, ոնց ման ենք գալիս, այս 3 բոզի տղեն ամենտեղ կան, ամենտեղից գալի դուրս են գալի, չգիտես խի, ասենք ուզում են մի բան քտած ըլնեն դոկ կուսակցության մեջ, ուզում են մի բան քանդած ըլնեն, բայց ասենք իրանք հասկանում են իրանք հետի չի ստացվի, բայց չգիտես խի ոնց ման ես գալի հիմա, ինչ հարց գալիս է, այս 3 բոզի տղեն մեջն են, այս 3 բոզի տղեն այս հարցերի մեջն են, էլի այդ շորթումների հարցով, չգիտեմ կուսակցության հարցով, բոլոր հարցերի մեջ այս 3 բոզի տղեն կան, ուրեմն Վահան, սկսեմ քեզնից, էլի այ բոզի տղա, որտև մեջների միամիտ բոզի տղեն դու ես, են երկուսը, են քյոր գանդոնն էլ է միամիտ, բայց դու ավելի միամիտ ես, էլի, մեջներից շուստերին են տունը վերընկած բոզի տղեն է, Արտակը, ինչ անում է վերջում ջարդելու է ձեր այդ երկուսի գլխին, ուրեմն Վահան, լսի քեզ ինչ եմ ասում, այ բոզի տղա, դու հելը խոսում ես տղայից, տղական քայլերից, գողականից ես խոսում, այ բոզի տղա, որ մեր տղերքը բանտում նստած էին, Հավայի էլի ասենք մի քանի բոզի տղու ցուցմունքների վրա, մենք ամեն ամիս գումարներ էինք հավաքում, որ դու տղերքին ուտելիքներ տանես, հել ասա, որ սուտ եմ ասում, հել ասա Վարդանը ինձ գումարներ չի տվել, որ ես գաղութ տղերքին գումար հասցնեմ, արա բայց պարզվա վերջում, որ դու ոչ մեկին էլ ոչի բան չես հասցրել, ինչքան գումար մենք ենք հավաքը, ինչքան պարոն Ղուկասյանն ամեն ամիս քեզ ուղարկա, այ բոզի տղա, պարզվա դու որ ոչ մի բանը տղերքին գաղութ չես տարե հասցնել, բա ուր է քո տղավարությունը, ուր է քո տղությունը, արա, էդ է տղությունը, դու գիտես որ գաղութի փողոտողը բոզի տղա է, ասենք դե սաղ գիտեն որ դու բոզի տղա ես, բայց դու ավելի ասենք քեզի խորն ես նեղում, արա, դու հիշի դու ով ես եղել այդ կուսակցության վաղտ, այդ ձեր գայի երկուսում, որ բացել եք այդ բոզի տղա օֆիսը, հիշի այդ վախմանից դու ով ես եղել, շակալատ ցրող բոզի տղա, թուրքական շակալատ ցրող բոզի տղա, որ ասենք քեզ ոչ մեկ շանտեղ չի դրել, արա, ասենք որ դու էլի եմ ասում, որ դու քաղաքապետարանում ես, արա մեր շնորհիվ է, որ դու քաղաքապետարանում ես, խի ես դու մոռանում, այ բոզի տղա, դու մինչև ավականի դառնալը հասարակ շակալատ ցրող բոզի տղա ես, դու քո կնիկը այն ագվա սաունայում որ աշխատում էր, ասենք այն լավ տղերքին որ նկարում էիք սաունայում, հետո բերում փողմող էիք շորթում, փողմող էիք առնում ձեռից այդ տղերքի, ասենք էդի լավ տղություն այ բոզի տղա, հիմա ասենք հերթով դնեմ, արա ինքան բոզի տղություն ես դու արել, որ դու տղա բառից իրավունք չունես խոսալու, արա, տղա ու դու իրարից տարբեր բան եք, ասենք քո անձնագրում գրած է ոչ թե Վահան Ավակյան, այ Ավակյան բոզի տղա, այնտեղ մի հատ էլ փեչատ կա, պասպորտ սեղանի փեչատը, Ավակյան բոզի տղա, հենց այդպես գրած է քո անձնագրի մեջ, հենց որ դու քեզ ծննդատնից հանել են, հենց միանգամից այնտեղ գրել են մեծ ատարելով Ավակյան բոզի տղա, դու այդ կարգի մարդ ես եղել, Վահանչո, ու դու հեսօր էլի նորից հելել ես, տղական քայլերից ես խոսում, զանգել ես, չգիտեմ, արա ինչեր ես դուրս տալի ապուշ, դորա քեզին նայի, դու ով ես էլ, արա, մատ հետևդ նայի, արա, դուք ով եք եղել, ձեր այդ չատ լախ կուսակցությունը ով է եղել, մի հատ ձեր մեջ նայեք, դուք ով եք, մի հատ վերցրակո կուսակցության նախագահի կենսագրությունը կարդա, ով է ինքը, 16 թվականին Արտակ Գալստյան բոզի տղեն ուրդեղ է եղել, զրոներում նստած է եղել, ու ինչի համար է նստած եղել, շորթման համար, մարդկանց քցելա, տարե
գցել են զրոներ, գաղութ։ Ու դու վերսես, մեզ որ մենք ենք, ցարա դու քո նախագահի կենսագրությունը վեկալ կարթախի Արտակ Գալստյանը նստե։ Որտեղ բոզի տղա է եղել, մարդն այդ սկսել է բռնել են լավը քունը տարի նստացրել են։ Դրա համար է քո նախագահին նստե, հələ մերցել է նայի մեզնից, մեր կռուկից ով է նստե շորտման համար։ Բայց ձեր սաղի վրան այդ հոդվածները կա։ Կեսը նստել եք դուրս եկեք, կեսը շուտով եք գնալու, դու շատ շուտով կեթաս այ բոզի տղա, կամ են քյոր գանդոնին, որ բերեն նստացնում ես կողքդ ֆրցնում ես, այն հարիֆին տանում բերում ես։ Այն էլ էր տղական քայլերից խոսում, գողականից էիք խոսում։ Արա մեր այդ բանում էր, սանչաստում էր աշխատում, արա տուլիկները կողում բերում ուտում էիք, արա։ Էդի տղական քայլ է, արա, որ մեկն ասեմ, արա, մինչև դու Վարդան Ղուկասյանին ճանաչել է, Վարդան Ղուկասյան իր Telegram կանալում, քո մոր նկարը դրել է, ու տակը գրել է ագար կա, որովհետև զինվորի պայոկա գողացե։ Զինվորի պայոկա գողցե, բերել է տունը լափել է, արա։ Մեր այդ ընդից վայնի ֆորմա մայկա տրուսիկ էր գողնում, բերում էր օֆիս ծախում էր, այ տաքսիստ գանդոն։ Արա մենք էլ չգիտեինք արա, այդ ուր դուց է գալիս, ինչ է գալիս, վերջում պարզվա սրա կենսագրությունը դուրս գա։ Կտենաս ինչքան բոզի տղություն կա արել է այդ տղեն, սկսած Չարբախից այն տղերքին, որ միլիցեք տարեցեցել էին, սենց ասեմ, այդ իրանց շորթումից, մինչև ջերմուկ, որ այն մետ գանդոն կար, բերեք ձեզի $7000 փող էր տվել, որ իրա գործը եվրո դատարան հասցնեիք։ Այն էլ այդ ոչխարն էլ դեբիլ բերեց փող էր տվել ձեզի կամ ձեզնի ճիշտ եվրո դատարան ինչ իրավաբանական մի դեբիլ են տվող նայել է մի ոչխար էլ դուք բոզի տղա այդ փողերը վեկալ եք կերել եք ու դրա համար դուք սաղը հիմա տնային կալանքի տակ եք արա դուք իրավունք չունեք դոկ կուսակցության անունից կամ իր այդ դոկ կուսակցության կողքով անցնելու դուք այդքան արժանապատվություն չունեք Դուք մարդ կոչվելու իրավունք չունեք։ Վան քեզի մի հատ խորհուրդ կտամ, մի հատ տալեն երեխեքի դենենք արա, էլի, որտեվ Արտակ ասում էր կեսը իննա, կեսը Վահանինը։ Գանդոն մի օր դու եք ընկած կողքը մի օր բանա, Արտակը։ Վերջում երեխեն ծնված, մի հատ պարզեցիք ումներ արա այդ երեխեն։ Հելել եք արա ձեր վրա այնքան թեմաներ կա ձեր վրա, այ բոզի տղերք։ Որ դնես ամիսներով կարաս խոսաս, ամիսներով կարաս խոսաս։ Արա թույլ մի տվեք, սա ժողովուրդը արդեն գիտեն, դուք ով եք։ Սա ժողովուրդը գիտեն։ Դուք որ նորից ընկնում եք մարդկանց ոտի տակ, մարդկանց հիշում են, որ դուք բոզի տղա եք, էլ եկաք ընկեք մեր ոտերի տակ, արա։ Դուք այնքան չափլախություն, բոզի տղություն եք արել, արա, սկսած այն քաղաքապետարանից, մինչև արա, այն ձեր են գայի երկու գանդոն օֆիսից։ Խիա ինչև հիմա պլոմբաց արա այն ձեր գայի երկուսը։ Որովհետև ինչքան բոզություն ասես ընդեղ եք արել, ինչքան մարդ կա ընդեղ տարե գցել եք արա փողերը։ Մինչև հիմա պլոմբը խփել են վրան, խի չեն բացում։ Այս վերջի անգամ արա մի ինգեք ոտների տակ։ Սպասեք, բան չմնա, ժամերի հարց է, այդ մարդը կլնի, էլի եմ ասում, կլնի նորմալ հավեսով իր ասենք ձևով ձեր ընտանիքիով, ասենք իր այն լավ ձևերով կմտնի ձեր տներն էլի սպասեք, խի եք վռազում դուք։ Խորտ կտա մի հատ դեղ պաստիլնի բիլյոյա բանա փոխեք, հեսա իրիկուն այդ մարդը դուրս կգա ձեր տուն։ Գանդոններ արա, ամեն վարկյան որտեղ բացում ես գալիս ընկնում եք ոտներիս տակը, որ ինչ։ Ուզում եք ասեք, որ մենք կանք, արա հա գիտենք, որ դուք կաք, բայց դուք բոզի տղա եք։ Փոխեմ այտենց ըլնելը։ Ես ինձ թվում է վերջի անգամն է, որ ասենք այս ձեր նման բոզի տղերքին անդրադառնում ենք։ Ասենք վերջ տվեք, գնացեք ձեր համար, սպասեք ձեր օրվա ժամի դատաստանին։ Իսկ ինչ վերաբերվում է վաղվանը, վաղը բոլորդ տեղյակ եք, որ դատավարության նիստն է կայանում, ովքեր Լոս Անջելեսում են բնակվում, խնդրում ենք, ովքեր մտածում են, ովքեր իսկական հայ են, ովքեր ուզում են, որ Հայաստանը չկործանվի, ովքեր հույս ունեն, որ կվերադառնան Հայաստան, ուրեմն այդ մարդիկ պետք է վաղը ներկայանեն այս հասցեում, որը նշված է ներքևում։ Այս հասցեում, որը նշված է ներքևում, պետք է ներկա գտնվեն ու հոգեպես աջակցեն Վարդան Ղուկասյանին։ Ձեզնից ոչ գումար ենք հավաքում, ոչ
Ոչ մի բան, պրոստը ձեր ներկայությամբ աջակցեք Վարդան Ղուկասյանին։ Եթե դուք մտածում եք, որ դուք Լոս Անջելեսում եք, որտեղ Հայաստանից ձեզ հանել ժամանակին լարել են, այ միլիարդատերներ ձեզ առաջինը վերաբերվում, որովհետև նախկին իշխանությունը, այս իշխանությունը հանե ձեզի լարել է Լոս Անջելես, ձեզ հիմա մեծ շանս կա, հիմա գնաք կանգնեք Վարդան Ղուկասյանի կողքին, աջակցեք, որ այդ մարդը դուրս գա այս երկրի կողքը կանգնի, որ դուք հույս ունենաք գաք Հայաստան։ Դե չէ վաղը մյուս օր այս բոզի տղեն ստե արդեն տենում եք ինչ անում, սաղ աչուջախ ծախեց, կերավ, վсё։ Ժորժ ջան, եւս մի կարևոր նորություն, ուրեմն ունենք